Ողջույն, շարքային փողոց նոր-նորքի առաջի զանգվածում Вообще, գրվում են նոր-նորք 1 Այդ զանգված խոսքը հանել են մասիվ Դե ժողովուրդը մասիվ է շարունակում կամաց կփոխվի իհարկե էլ Ամսի 21-ն է ապրիլի եւ ժամը 5-ն է 20 աստիճան է իդեպ Առավոտից մռայլ եղանակ քամի էր անձրև չեղավ բայց սենց անհույս երկինք էր ես էլ գործ կա մեր վարպետի մոտ պետք է գնամ iPhone-ը որ աշխատում է Արտուրը Այն փոքր կամերայիս ակումուլատորը նստել է Եկեք Լվովյանից դուրս գամ մի հետաքրքիր տեղ կպատմեմ Ստեղ ամեն ինչ մանրակրկիտ գիտենք արդեն Տեկվենք Գայի պողոտը Հա, այն փոքր կամերաս DJI Pocket-ը կոչվում Հերոնցից Կարենն էր ուղարկել, հիշում եք պատմությունը Լավն է, սիրում եմ ես շատ այդ կամերան Ակումուլատորը դե ժամկետը երևի անցավ արդեն Սկսեց շատ արագ նստել Տղայիս խնդրեցի, պատվիրեց ինչ-որ սայտով Ամերիկայից Ահագին ժամանակ չէր գալի, արդեն անհանգիստ էինք, ասեցին երևի քցեցին Հետո ինքը, որ ստեղ չէր, ես հիմա էլ ստեղ չի Մեկ էլ ընդեղից մեսիջ ուղարկեց, որ պապեկել է Դու կվերցնես գլոբինգից, թե Ինեսային ասեմ Ասեցի չէ Դավիթ ջան Ինեսային ասա Այսինքն Ինեսան զանգ տվեց, ասեց ձետ գնամ վերցնեմ Ասեցի հա էլի Ինես ջան վերցրու Դե տեսակ, Ինեսան որ մի գործ անում է շատ թեթև է անում Չես էլ զգում ոնց արեց Ուրախ գնաց ու եկալավ Ու այն օրը հանդիպեցին Կոմիտասի այգիում տվեց Հիմա հազիվ առիթ եղավ Գիտեք, Անահիտին ասեցի դու մի արի, որտեվ ես առնվազն մի ժամ կտևի այնտեղ պետք է նստեմ Արտուրի կողքը, ես վիդեո եմ գտել, որտեղ նկարագրում է ոնց է պետք փոխել էլի, բայց դե այդ նուրբ գործիքներ բան Արտուրը ունի։ Այդտենց, քանի որ այդտենց երկար պատմությունը ասեցի Անահիտ, ավելի լավ դու մնա տանը, տղայիդ չնայած հաղորդումները նայի, որոնք չենք հասցրել նայել Իդեպ շատ հետաքրքիր հաղորդում էր, ինքը սկսեց նայել, մի քիչ էլ ես նայեցի Լեննականում գնացել էին, նկարիչ էր, շատ հետաքրքիր մարդ էր Որ հետ գնամ անպայման կնայեմ Ասեն ժողովուրդ ջան Ինքս ինձ գցեցի մենակության մեջ Բայց դե կարծում եմ ճիշտը դա էր Այսնիկյան պողոտը Դերում եք ոնց է կանաչել լրիվ արդեն լրիվ Իդեպ ակումուլատոր հայերեն ով գիտի ոնց է Եթե գիտեք, եթե չգիտեք հլը Google-ում մի նայեք, որտեղ ես մի 5 րոպե հետո կասեմ Եթե մոռանամ, ինչը շատ հնարավոր է Այդ ժամանակ ով չգիտի կնայի Տերյան փողոց ու թեքվենք Իսահակյան Գնացինք
Ես ինչի լավ կանաչ չեմ։ Ինչ-որ դեղնավուն է, չէ՞ են կողմերը։ Վայ ժողովուրդ, այսօր գնացի։ Ուղիղ պետք է ներքև իջնեի, վայ։ Սխալվեցի։ Լավ։ Մաշտոց բողոտը։ Մաշտոց։ Դե պետք է թեքվենք Մոսկովյան։ Նա այս սառը արդեն մեկ ու մեջ կանաչ տերևներ է տվել։ Սայատնովը դպրոց։ Այսօր մեռելոց է, այ եկեղեցական իսկական տերմինը չգիտեմ, դե ժողովուրդը մեռելոց է ասում ու սոսկալի չեմ հավանում այդ բառը, բայց պետք է նայել մի հատ, երևի ինչ-որ հանգուցյալների ես այդ օրը չեմ գնում երբեք, որտեղ մի անգամ գնացի ու խիստ փոշմանեցի։ Այնքան մարդ ալնում, այդ կանգնելը անհնար ուղղակի ու մտածում ես, դե լավ, ինչ քեզ մոտիկ մարդը, դու երբ քեզ հարմար է այդ վաղտ պետք է գնաս։ Չէ։ Մի խոսքով տենց Հասան Կաբովյան։ Մոսկովյանի վրա եմ կանգնած։ Աբովյան փողոց։ Այստեղ կանաչ են ծառերը։ Սայատնովայի հետ խաչմերուկ, Սուրբ Աննա եկեղեցու մոտ համարյա մարդ չկա, շատ քիչ են։ Ես սկսեց կաթալ, հա։ Այդտենց առավոտից մի քիչ կաթում դադարում էր, մի խոսքով անձրևին գործելը չի հասել այսօր։ Սայատնովան կտրենք ու ատչալուրջ նայեմ, հենց կանգնելու տեղը լինի։ Այս տղան դուրս է գալի։ Չէ, պատահանը բացեց, ասաց չեմ դուրս գալի, ուղղակի նստեց մեքենա։ Ափսոս Հասանք Թումանյան Ես հույսով էի, որ այսօր քաղաքում քիչ կլինեն մեքենաները գերեզմանատներ են գնում ժողովուրդը բայց ինքն այլ արդեն երևի վերադարձել են 20 աստիճան շատ լավ եղանակ է, եթե անձրև չգա։ Հիմա տնանք Թումանյանը ինչ կառաջարկի։ Նայեցի զարմացա 5 վարկան էր ինչ էր նկարել էի ընդամենը Աբովյանից մինչև ստեղ հետո պարզվեց արագացրած եմ նկարել բավականին անհաջող է GoPro-ն արած այդ տեսակետից ասեմ ձեզ որտեղ մի թեթև մատդ կպնում է մեկ էլ փոխվում է էկրանն էլ առանձնապես չի տարբերվում
Զանգ տվեց գումարը մուծեմ։ Վարպետ Արտուրը դրեց, ակումուլատորը փոխեց, խնդրեցի դնից զարյատկայի դրեցինք մոտը։ Եկամ մի հատ էլ վերջում այդ փոքրով կնկարեմ, տենամ ոնց է, թե չէ, ես քանի վաղտա բան է, մի կես ժամ նկարում էի, զարյատկին ավարտվում էր։ Տենանք այս անգամ ոնց կլինի։ Հա, նկատեցիք, հա, այդ ընթացքում մի հատ անձրև եկավ ու դադարեց ու շատ ճիշտ արեց, որտև ես իհարկե անձրևն ասես չէի եկալ է, որ եկավ Արտուրին հարցեցի դու ունես գոնե քոնով գնամ մինչև մեքենա, ասես չէ, բայց մինչև ավարտեց, անձրևն էլ հետ ավարտվեց, Քամիա Թումանյանի ծառերը հիմա մի հատ գնանք Կինոմոսկվայի մոտ բանկամատ կար Արարատ բանկի բայց երեք ես շորերս փոխել եմ քարտը մոռացել եմ վերցնեմ այս հեռախոսի մեջ կա այս կողքից աչ կողքից երկու անգամ սխնում ես քարտը բերում է կպցրած քարտին բայց չգիտեմ բանկամատը դրանով կտա թե չէ տղաներին հարցրեցի այն արևը ոնց որ ուզում դուրս գա այն կողմը հույս կա տղաներին հարցրեցի ասում եմ մերը ելնում է Ամերիա բանկը Արարատ բանկը չգիտենք գնանք էդ էլ իմանանք էլի ինչի Ամերիան կարա Արարատը չէ երևի ժողովուրդ բայց Ամերիա բանկի բանկամատից կարամ իմը հանեմ հետաքրքիր լավ հələ Արարատ բանկինը փորձենք Աբովյան փողոց լսում եք երիտասարդը նվագում այնտեղ Բայց ես մի ծառն եմ, նայեք ներքևը կանանչ է, իսկ վերևը մի տեսակ դեղին է։ Այսինչ փաթաթված նստած է։ Իմիջայլոց շատ չխոսկան ինքնամփոփ երիտասարդը։ Են ինչ են դրել։ Դե երեկվա համերգից է մնացել։ Հիշում եք Լիլիթը ասեց, որ հա, ես մի ժամս լրացավ մի հատ վճարեմ։ Ինչև վճարեցի, երիտասարդները սկսեց նվագել։
դպրոցում 2 ինչ-որ հայտնի ֆիլմ է, հա, երևի։ Հա, կարծում եմ երեկվա բեմն է։ Ես է բանկամատը տնանք ինչ կասի։ Այո, ընտիրեր, ստացվեց։ Այստեղ դրեցի, հեռախոսը, քարտը բերեցի։ Դվեց։ Ամենայտակիրը, որ կանգնած սպասում եմ քարտս հետ տա։ Ասում եմ, ես խի չի տալի։ Եկել իշեցի, որ քարտ չեն մտցրի ախր։ Են ինչ անդեղ էլ տուն է ինչ-որ ռատնայինք ուշ է ժամը երկեմ այստեղ գրած է, նայեք վարկանիշային ցուցահանդես ապրիլի 25-ից 21-ից 25-ը հիշում եք երեք մանարյան Լիլիթի մոտ Կարինե Դուլյան, չէ, եթե ճիշտ եմ հիշել, ինքը մասնակցելու է։ Այսինքն, եթե սխալ եմ հիշել, վիդեոյի մեջ կնայեմ։ Իսկես ինչ այդ եկիրը։ Այս Վան Գոգի սենյակը չէ, աթոռները նման են, չէ, հա, էլի, հա, հենա Վան Գոգի նկարն է, հա, շտակիր է։ Հիշում եք ծերյունին, որ աթոռին նստած, ձեռքերը գոգերին դրած, անունը չեմ հիշում նկարի, ճիշտն ասած, հա, ընտակիր է, սենց է եղել, հա, այդ սենյակը, ստեղ էլ իր գործերն են դրած, փակցված պատին, այո, հա, լուսամուտից ես այս տեսարանը, հա, մտամ, դռնից էլ Արա Սարգսյանն է նայում, ուրիշ տեսարանի վրա էս ուղղությամբ այո, հուզիչ էր ես ջերմաստիճանը կարող է փոխվեց, հեսա մի հատ նայեմ, որտև 20 աստիճան իսկական էր նստելու համար, այս հիմա երևի ցուրտ է, ես էլ ես տուպոյությունը, այստեղ ես Ալեն Էլեններ հիշում եք ուրեմն մերոնցից Արմինեն Արաքելյան այո Արաքելյան Արմինեն
ինձ մեսենջերով մի հատ նյութ էր ուղարկել, որ ստեղ վերանորոգման վաղտ, ճիշտ ասած նյութում գրած էր AOX-ը վերանորոգման ժամանակ, այս վերջերս։ Ժողովուրդ, կարող է վերջերս չէր, չէ, վերջերս էր։ Ինձ թվում է Ալեն Էլենի վերաբերալ էր ինչ-որ ճիշտ չէր նյութը, չգիտեմ։ Ինչի է ինձ տենց թվում, որտև ասեմ, մոտ 10 տարի առաջ էր, այս Ալեն Էլենի նկուղային հարկում բիլարդ կար, ու այն խանութից մեր հարևան Նորիկը, իդեպ վիդեո կա Նորայր Յուզբաշյանի հետ, հին երևանցի Նորայր Յուզբաշյանի հետ։ Կարակ գտնեք նայեք, հենց Նորայր Յուզբաշյան գրեք կբերի։ Ինքը հետաքրքիր պատմում է Աբովյան փողոցի մասին։ Դե Նորիկը ինձանից 10 տարի մեծ է, այնտեղ Կարաբալան, Խանդիկյան, Իսահակյան, բոլորի հետ շփվել է ինքը, դե փոքր էր, լավ, շեղվեցի, Նորիկը ես Ալեն Էլենի տիրոջը գիտեր, լավ, դե Նորիկը ես կենտրոնում ում չգիտեր, ու ինքը մի անգամ ինձ ասեց դու գիտես ստեղ բան են քթել ինչ-որ հին, բայց ինքը այն վաղ պարսկական կարծեմ ասեց, իսկ հիմա մոնղոլական էր գրած, Աշեն դե լույս է վարվում, կարանք մտնենք AOX ճշտենք, ես ճիշտ եմ թե սխալ եմ, մոնղոլական դամբարան, 13-րդ դար էր, ոնց որ թե, այո, այն ժամանակ Նորիկը որ ցույց տվեց, դե ես կառուցում էր այդ մարդը, փողեր էր ներդրեբան, Կարզա ամեն ինչ արեց, որ այդ դամբարանը մոռացվի, թագվի, միացած փոքր պատոհան կար, բայց Նորիկը ինձ բերեց, այդ պատոհանից ցույց տվեց։ Հիմա թե դա են ես նոր նորոգման ժամանակ հայտնաբերել նորից, թե ինչ, չգիտեմ։ Եկեք մի հատ հլը շետիկի փորձենք։ Իրազեկման վահանակ։ Մի րոպե ես մի հատ փոխեմ կամերան։ Առանձնապես հետաքրքիր բան չի։ Սա ընդամենը քանդման թույլատրությունն է։ Հեսա ավարտը մայիսի 28-ին այդ քանդումը հետաքրքիր է լեռին շենքն են քանդելու։ Այդ ժամանակ պարզ է, որ այդ մոնղոլական չգիտեմ ինչը իրանք են քթել։ Բայց մի հատ ամենադեպս AOX մտնենք։ Վերջը արել լավ էլ վերջը արևը դուրս եկավ այսքան պատրաստվեցի բացեմ Բարև ձեզ շատ ներողություն էլի մի հատ հարց ունեմ ես վիդեո տեսա որ ստեղ ինչ որ դամբարան են մոնղոլական քթել սխալվել են չէ այս Ալեն Էլենում էր ես գիտեմ սրանք հիմա իխոշկով ստեղ չի հաստատ շո շնորհակալություն շատ հա ժողովուրդ սխալ էր նյութը ճիշտ ասած վիդեոն ինչ-որ մի քիչ ռեկլամային բան ուներ ոչի էր էլի երիտասարդ տղա էր
Բայց հետաքրքիր է, այնտեղ եթե քանդման թույլատրություն է, հաստատ նորից կհանդիպեն այդ դամբարանը, որ կա, այդ ես 100% գիտեմ, բայց խեր հեն արել, որ AUX-ը չիմացա։ Կարք հերնետը շոր մտնենք տեսանով։ Արմինե ջան կներես չեմ պատասխանել քո մեսեջին, ճիշտ ասած ես այդ կասկածը ունեի, դրա համար ասեցի հաստատ իմանամ նոր պատասխանեմ, բայց դե էսա պատասխանեցի փաստորեն։ Ես շնորհակալություն YouTube ուղարկելու համար։ Վախեցա, ինձ տված մեր պաջեզդի դուրն են փակել։ Դե նայեմ մի հատ էլի մեր պաջեզդը։ Ստեղ պինգ-պոնգ էինք խաղում։ Երբ որ էլ սեղան չունեինք պինգ-պոնգի։ Էս ոնց որ սետկան էր, մեկը ստեղ ռակետկա ու պինգ-պոնգի գնդակ։ Այո։ Արևը մի քիչ ուշացումով որոշեց դուրս գա։ Այս մեկը թեղի է, այս կողքինը կաղնի է, պատկերացնում եք հատուկ մոտեցա տերևները, նայեցի նոր տարբերեցի։ Հելա վայր, եկեք ես ինձ Պուշկինով գնամ, ընդեղից բարձրանամ ու հայտնվեմ Արտուրի մոտ։ Արդեն կարծում եմ զարյատկան կլնի, մի հատ էլ եմ կամերայով փորձնական կնկարեմ, դենամ ոնց է զարյատը պահում, ու այսօրվա գործս կավարտեմ։ Ճիշտն ասած մի գործ էլ էր մտքիս, բայց կարծում եմ դա վաղը արդեն Անահիտ հետ կգնանք։ Դες Պուշկինն է, այն շենքը որ կա են, սպիտակ ու լուսամոտներով, դա հենց այդ աֆրիկյանների շենքի տեղն էր։ Այդ աֆրիկյանների շենքը քանդեցին, քաղաքին ժողովուրդը ցույցեր, բողոքներ, բան, բայց բանի տեղ չդրեցին։ Իբիսը թանկացել է։ 35,000 է հիմա էլ։ Վերջի անգամ որ նայեցինք, Վենայում էինք, չէ՞ այդ վաղտ։ 25 էր։ Սեզոն է ինչ-որ բացվում, հա, երևի տուրիստական։ Ես էլ հին Երևանցու փողոցը, էլ ես շենքը, դեստեղ էլ ոչինչ, մեկը արդեն սաղ փչացրել են, հիմա ես դեր չի խաղում ես մի հատը, բայց այ Ազնավուրի հրապարակը, որ փիս փչացրեց, այդ տխուր է։ Ես աստեղ սենց ընդունված է։ Չեղած տեղը Նյու Յորք սարքեցինք, էլի, կենտրոնը։
Եկեք ես սենց չգնամ, այնտեղ աստիճաններ բանա հավես չկա բարձրանալու։ Սենց գնանք, հանգիստ դուրս գանք Թումանյան։ Ես էլ ռեստորանների հետևի մասը։ Դուրս եկանք Հյուսիսային։ Հայդի բանկը ներքևը մնաց, թե պետք է ալնի։ Հոց շաբաթ օրը սուրճ չխմեցինք։ Դուրսը դրած իրարից հեռու սեղանիկներ, ասմա ծխել են կողքի աղբամանի մոտ։ Իմիջալոց մի հատ բան հիշեցի, մի 2 ամիս առաջ էր, կարող մի քիչ շուտ, մի խոսքով այդ արհեստական ինտելեկտը նոր քաշել էի հեռախոսի մեջ ու իրան մի հատ սենց հարց տվեցի, ասում եմ ես ուրեմն իմ նայողներից մեկը Չէ, այդքան երկար չէի գրել, ձեզ եմ ասում երկար։ Մերոնցից մեկը մի անգամ ինձ մեսենջերով հոտված էր ուղարկել, ինչի մասին։ Ուրեմն Ավստրալիայում ասում է, քանի որ այդ ինշուրանսով էլի բժշկությունը շատ զարգացած է, страховая медицина, ոնց է հայերեն։ Страховкան մոռացա։ Լավ։ Ես հասկացանք իրար։ Քանի որ շատ զարգացած է, իրանք շատ մեծ քանակի նյութ ունեն։ Ու այդ նյութերը մշակելով ինչ որ հետևանքներ են անում էլի։ Մասնավորապես ուրեմն որոշեցին ուշադիր ուսումնասիրեն իրոք ծխելը տենց վնաս է, ինչքան որ խոսվում է, էլի։ Ու զարմացել էին բժիշկները, իրանք։ Ես չէի զարմացել, իրանք էին զարմացել։ Պարզվում է, ասում է, տենց ակնհայտորեն չի կարելի պնդել, որ վնաս է ինքը ծխելը։ Ուրեմն նայեք, ասում է ճիշտ է, թոքերի քաղցկեղը ծխողների մոտ մի քիչ տոկոսը բարձր է, բայց ինչ է աչքի ընկնում, որ բարձր է նրանց մոտ, ովքեր ծխելը թողել են, զարմանալի ինչ-որ փաստ էր։ Հետո սրտային հիվանդությունները, այդտեղ համարյա տարբերություն չկար,
ու իրանք նշեցին, որ էլի աչքի են ընկնում մի քիչ ովքեր թողել են ծխելը։ Հետո ուրեմն Ալցգեյմերի հիվանդություն ու այն մյուսը ոնց է, որ հիշողությունը կորցնում են։ Դիմենսիա, հա, ոնց որ։ Այդտեղ տոկոսը ահագին ցածր է, ծխողները նկատելի քիչ են այդ հիվանդություններով հիվանդանում։ Դա լրիվ անսպասելի էր, բացատրություններ չկա, իրանք ուղղակի այդ ստատիստիկան էր վերած էլի։ Ես այդ իրան հարցրեցի, ասեցի, այդ հոդվածը ես մի տեղ եմ ընդհանրապես կարդացել, կասկածում եմ, էլի, դա ճիշտ է, թե սխալ է։ Ու բոլորովին հույս չունեի։ Մեկ էլ պատասխանում է։ Այո, դա ճիշտ է, ասում է, Ավստրալիան շատ մեծ տվյալներ ունի։ Այս ստատիստիկա խոսքն է մոռացա հայերեն, ամեն անգամ մոռանում եմ այդ խոսքը։ Հա, էս է այդ տուպոյ սրճարան, այս ranից հիշեցի, ինչի, հեսակ իմանաք, դրա մասին էլ ասեց այդ արեստական ինտելեկտը, հա, ասում է դուք, ու ես հա, իրան հարցրեցի, ասում եմ կարող է այդ սաստիկ պայքարը, կառավարությունները սկսել են, որտև ծխախոտը շատ էժան է, ինքնարժեք է, էլի, ու իրանք ուզում են այդտեղից փող ունենան, էլի, կառավարությունները դրա համար տենց հայտարարել են, էլի, որ շատ վնաս է, եսիմ գները բարձրացրել են, ու այդ սաղ բարձրացած գումարը գնում է պետությանը, դա արտադրողին չի գնում, ասենք, եթե 30 ցենտ է, դարել է, ասենք, 10 եվրո, այդ ինու ինչքանը գնում է պետությանը ուղիղ, էլի, դա արտադրողի գրպանը չի գնում, ասում եմ, տենց բան եմ լսել էլի, ասես դուք ճիշտ եք ասում, այդ կարծիքը կա, Ավստրալիան իսկապես ասում է այդ ուսումնասիրությունն էլ եք ճիշտ նկարագրում, բայց ասում է ես ձեզ մի բան ասեմ, բարև ձեզ, լավ ենք, որտեղից եք նայում, այո, հիմա այս պահին ընդեղ անձրևա ոնց եք կարծում, հիմա արևոտ է, այո, հետո ինչքան հաճախ եք գալի Երևան, միշտ, ամեն տարի գալիս եմ, ամեն տարի, են սենց երեքով, այո, քույրն ենք սա, ես արդեն ստեղ երեք քույր եք, այո, չետակիր է, դե վիդեոները շատ հետաքրքիր, հա, նայում եք միշտ, միշտ շատ, մեր ծնողներն էլ ամեն օր դիտում են, հաճելի է, նմանապես, այո, այսօր կինս ես մենակ եմ, ուրիշ գործեր, դրա համար այսօր մենակ եմ, այո, իսկ ինչով եք զբաղվում, ոնց է գործերը Լոնդոնում, ես արդեն տեղափոխվել եմ ստեղ, քույրիկներս բայց դեռ Անգլիայում են ապրում, հա, դուք տեղափոխվել եք, երեխեք ջան, իդեպ ասեմ նկարում եմ, դեմ չեք, հա, չէ, դեմ չեք, հետ լավ է, հա, չէ, ես սեպտեմբերին ամուսնացա ու մնացի ստեղ, այո, երեխաներ ունեք, սպասում ենք, շատ հաճելի է, իսկ տան հարցը ոնց է, գնել եք, թե վարձով եք ապրում, չէ, գնել ենք, հա, ձեր ամուսինը որտեղից է, Աբովյանից, մենք Աբովյան ենք ապրում, հա, ինքը Հայաստանում է մի խոսքով ձեր ամուսինը, հա, այս հյուսիսայինի վրա հանդիպեցիք, չէ, դու մի քիչ շատ կներ, հիմա քույրիկները հետ ենքան պետք է մանգակ միջև իրանք էլ ամուսնանան, այո, ուգան Հայաստան, միանշանակ, դե հաշվի առեք ժողովուրդ, Լոնդոնից սենց հոյակապ աղջիկներ մերսի շատ, բայց երեխեք շատ լավ հայերեն եք խոսում, դուք ստեղ եք ծնվել, չէ, Շվեյցարիայում, բա այնտեղ դուրսը տենց լավ սովորել եք, տունը հայերեն ենք խոսում, մեր ծնողները երբեք չեն թողել այլ ուրիշ լեզու խոսանք, տենց, հա, շատ լավ է, հայերեն լեզուն ուժեղ պահել ենք, իսկ եղբայր ունեք, չէ, մենք երեք քույրիկ ենք, երեք քույրիկ, այո, ձեր հայրը Արքալիրն է, ոչ, Ռոբերտը, մամաս էլ Անուշ, իրանք ստեղ են ծնվել, մամաս այո, ստեղ է ծնվել, պապաս պարսկահայ է, Պարսկահայ է, այո,
Լավ անդեր գործերը ձերոնց։ Շատ լավ է, հա։ Հա։ Իրանքն են շուշուտ գալի։ Հաճելի է որ լավ է։ Իսկ դուք ինչով եք զբաղվում Ես Լոնդոնում։ համասարան, Ահա։ որպես դատող։ Հենց Լոնդոնում։ Հենց Լոնդոնում, այո, հենց քաղաքում։ Ահա։ Իսկ դուք Ես կլինիկայում եմ աշխատում։ որտեղ։ Կլինիկա։ Բժշկուհի եք։ Ավելի գեղեցկության կլինիկայի։ Ահա, գեղեցկության։ Դստեղ այդ նայում եք ինչքան շատ է, չէ՞։ Մի անգամից սնկերի նման աճեցին։ Այո, իրոք։ Դե լավ երեխեք ջան, ձեզ չզբաղացնեմ, մանեք եք։ Շատ հաճելի։ Կարող է ես իմ պատճառով մի հատ լավ տղա պետք է հանդիպեք, այդ ընթացքում չհանդիպեք։ Պետք չի մռած, ոչինչ։ Ճիշտ է, ճիշտ է։ Ըլնելու բանը ըլնում է։ Այո։ Ոչ մեկը չի կարող խանգարի։ Մերսի շատ։ Ձեզ լավ օր։ Օր։ Հա։ Ասեմ տրամադրությունս լավ բարձրացրեցիք։ Շնորհակալ եմ ձեզ։ Տեսան ուրախացան։ Այո, շատ։ Դե մարդկանց լավ է դա, որ հանդիպելուց բարձրացնում են իրար տրամադրություն, չէ՞։ Թե չէ մարդը ում է պետք։ Մանավանդ ձեր լավ գործից, որ կարող ենք գոնե երբ որ այնտեղ ենք լինում, Կարդես Հա։ առնում ենք։ Ես հույսով եմ ստեղ արդեն չեք նայում, չէ՞։ նայում եմ, հա։ Ինչ իմաստ ունի։ Որ տնից դուրս չեմ գալի, նստում նայում եմ ինչ է կատարվում Հայաստանում։ Երեխեք ջան, այսքան որ զրուցեցինք, եկեք մի հատ ներկայացեք, էլի, ձեր անունը։ Սոֆիա, Սոֆիա, Լիանա, Լիանա, Լուսի, Լուսի, եղավ։ Դες տեսնում ձեզ, ձեզ լավ օր։ Բակա։ Այո, դեսակ ինչ լավ աղջիկներ էին։ Լոնդոնից։ Всё, ես նոր եմ։ Ես ինչ էի խոսում, ժողովուրդ։ Հա, ծխելու վերաբերավ։ Հա, ասում է, ահագին հարցերում ճիշտ է ու այդ կարծիքը կա, ասում է, մի խոսքով արևմուտքում էլ են այդ քննարկել բարձվում է, ինձ չէր հասել այդ, որ դա ինչ-որ պետությունը բան, բայց ասում է, ես ձեզ ասեմ, ախր պետությունը այդ գումարը ինքը լրիվ ներդնում է բժշկության մեջ, ասում է։ Արա դե ես ձեզի եմ ասում, մտնել խոմուտես չի։ Հա, ինձ տված առնեն գորացին տղաները։ Լրիվ ասում է դա գնում է բժշկությանը, հենց որ այդ վարկածը սխալ է, որ պետությունը փող է ուզում աշխատի դրա վրա։ Երկրորդը ասում է, այդ որ ասում եք ովքեր որ չեն ծխում, թողել են ծխել, էլի, դա էլ ասում է իր բացատրությունը ունի, հարցը նրանում է, որ այդ մարդիկ են, ովքեր դիմում են բժիշկներին ու անընդհատ կոնտրոլի տակ են։ Մի հատ տենանք ինչքան է մնացել 15 օր 13 րոպե, հա 43 վայրկյանը շատ հա չէ 43 րոպե 13 ժամ 43 րոպե կարատե Եվրոպայի հա էս հետաքրքիր բան է չէ հա իրանք որտեղ Հետո ասում է դժգոհություններ շատ կային, որտեղ ինչպես միշտ ասում է այդ պետական աշխատողները դենց էլ ասում է, գիտեք, իրանք սկսեցին ավելի շատ ինչ-որ խստություններ մտցնել, քան թե կարիք կար, էլի։ Օրինակ ասում է, սեփական մեքենայի մեջ արգելում են ծխել, ասում է։ Շատ արագ ասում է հասկացան, որ դա սխալ է։ Մեր մոտ հենց չեն հասկացել։ Հետո ասում է սրճարաններ, ռեստորաններ դրսի տարածքներում ասում է, էլի ասում է սխալ է, ոչ մի իմաստ չունի ասում է արգելել էլի։ Հետաքրքիր էր։ Դե դա ես Իտալիայում նկատեցի, իրանց մոտ չկա այդ արգելքը, իսկ էս այդից էլ հիշեցի այդ սաղ պատմությունը։ Մի խոսքով սենց պատասխան տվեց, ես չէի սպասում ճիշտն ասած։ Սենց։
Վերջում իհարկե ասեց, բայց вообще-то վնասը լավ չի։ Այդ ծրագիրը երևի, չնայած երևի ինչ-որտեղ վնաս է, իհարկե։ Ես հանդիպել եմ ծխողներ, որոնք թողնում են ու շատ գոհ են, ասում ես ասում աստիճանը ասենց թռնելով բարձանում եմ, էլի։ Ուրիշ բան երևի, որ օրգանիզմը նագրուսկա, դե ոնց կարա վնաս չլինի հիմա, ինչքան էլ ինչ չասի։ Այք, ստեղ նայեք, ես մոտիկ կար Արարատ բանկի, ես է գնացի Վինա Մոսկվա։ Լավ, ես անջատ եմ ժողովուրդ, ինչ-որ շատ նկարեցի, եսքան չէի նախատեսել, ես այսօր շատ կարճ վիդեո էի նախատեսել, ճիշտն ասած, այդ ստացվեց հիմա, ինչ ասեմ, գնամ Արտուրից վերցնեմ, մի հատ էլ են կամերայով կնկարեմ, փորձնական։ Ես փոքր կամերայով եմ հիմա նկարում։ Nikode Bushara. Artık. Ես այստեղ դուրսը նստել եմ, բա ոնց եմ նստել։ Ճիշտն ասած, ինչ մեկ որ ասում էինք, երեկոյան մի հատ ժամ կա, մեկ էլ նորից տաքանում է եղանակը։ Տաքացավ։ Լավաշը դե լավաշը բնականաբար այս տեղում չի կարելի ծխել, սաղս դրան սովորենք, բայց Հռոմում տեսակ ես ցույց էի տալիս, սենց տեղերում էլի ծխողների համար էր այս մասը։ Անձամբ իմ խորհուրդը ծխելու վերաբերյալ ես երիտասարդներին շատ խորհուրդ կտամ չսկսել, այդ ամենալավն է, եթե ընդհանրապես չեն էլ սկսում, ամենաիդեալական տարբերակն է։ Ու հետո ես այդ բաներին դեմ եմ շատ, այդ էլեկտրոնային որ կան այդ մտամ նիկոտին են, ես իմ ինչ անում, չում անում ինչ։ Հա, իմիջալոց այդ արեստականը ասեց, որտև նիկոտինը ինչ-որ ահագին կարևոր ֆունկցիաներ է կատարում օրգանիզմի համար։ Այդ մասը չեմ անում, մի քիչ կասկածելի էր, որտև ես մի հատ ուրիշ ինֆորմացիայի հանդիպել, որ մարդու օրգանիզմը ինքը բնականից նիկոտին արտադրում է։ Իսկ եթե սկսում ես ծխել, ինքը էլ չի արտադրում։ Հենց դրանում էլ դժվարությունն է թարգելու էլի, որ չի արտադրում։ Ահագին ժամանակ պետք է անցնի, մինչև որոշի նորից արտադրի։ Այդ էլեկտրոնայինը գիտեք ինչի, ծխախոտը ես իմ մի 300 տարի մարդկությունը օգտագործում է, էլի, արդեն շատ թե քիչ գիտենք հետևանքները եւ այլն, էլի։ Իսկ այդ էլեկտրոնայինը անփորձ բան է, էլի, ինչքան էլ բժիշկները կամ ով այդ հայտնաբերել է, ասում չէ, այ մարդ ոչ մեկ է, կյանքի փորձն է ամենալավը այդ։ Իսկ դրանք կյանքի փորձ չունեն։
Վերջ այ մարդասի բժշկական հաղորդում դարավ։ Հայր ջան լավ մնաք։ Միշտ առողջ լինեք։ Եվ խաղաղ երկինք։ Ես ինչ եղավ, հա, սրա վրայից է լույսը վերցնում, շփոթվել է։ Դե վերջ։ Այսօրվա մեր թոփ խաչմերուկն է։